Ողջույն սիրելի ընկերներ, այսօրվա թեման է ինչպես թողնել ծխելը։ Մենք շատ ենք լսել ինչ վնաս ունի ծխելը ծխախոտ օրգանիզմի վրա, հիմնականում գիտեք դա առաջացնում է սիրտանոթային հիվանդություններ, որոնցից ամենավտանգավորը ինֆարկտ, ինսուլտն են և շատ հաճախ պատճառ է լինում չարակորուստների առաջացմանը, հատկապես թոքի կասկեղի և այլ։ Բայց այսօր խոսենք ինչպես թողնել ծխելը։ Դա շատ դժվար հարց է, որովհետև շատ մարդիկ ուզում են գնալ դրան, բայց չի հաջողվում։ Փորձեմ ձեզ խորհուրդներով ուղղել այդ հարցը լուծելու։ Եվ այսպիսով ամենակարևորը նա է, որ մարդ ցանկանա թողնել ծխելը։ Եթե այդ ցանկությունը, այդ որոշումը չկա, ոչ մի գիտելիք, ոչ մի ինչ-որ ինֆորմացիա, որը գրվում է պատճկաների վրա կամ ինչ-որ պլակատներում, հեռուստացույցում, չի կարող կատարել այդ հարցը, և մարդ ինքն է որոշում։ Իսկ որոշումը կայանում է նրանով, որ ինքը պետք է հասկանա, որ ծխելը ոչ թե միայն իր առողջությունն է վատացնում, քանի որ երիտասարդները դա դեռ չեն զգում, իրենք երիտասարդ են և ամեն ինչ իրենց մոտ լավ է, ոչ մի առողջական խնդիր չունեն և ծխելը դեռ չի հասցնում վնաս տալ։ Մեծ հասակում է, տարիներ են պետք, որ դա վերածվի խնդիրների։ Դրա համար այստեղ կարևորը շրջապատն է, մարդ պետք է հասկանա, որ նա ծխելով շատ վնաս է տալիս շրջապատին, եթե նա ընտանիքում է, դա ընտանիքի հարազատներն են, եթե դա աշխատանքի վայրում կարող է լինել, նույնիսկ հասարակական վայրերում սննդի կլինի, թե նույնիսկ փողոցում կլինի, պուրակներում և այլ, ծխելը միշտ վնասում է շրջապատին և շատ կարևոր է, որ երիտասարդը այդ որոշումը կայացնի։ Համենայն դեպս, այն մարդիկ, որոնք կայացրել են որոշումը, ինչ քայլեր կարող են անել։ Առաջինը, որ ես խորհուրդ կտամ, պարտադիր չի թողնել ծխելը մի անգամով, պետք է դա ավելի հարմար է, եթե կատարվում է դանդաղ։ Դանդաղը, այսինքն առաջի քայլը դա քչացնել գլանակների քանակը, օրինակ, ընտրել ժամանակ, դա շատ ժամանակացույցը կարևոր է, մարդ պետք է որոշի երբ է սկսում և ինչ քայլեր, օրինակ, այս ամիս ծխել 10 հատից ոչ ավել, դա շատ մեծ հաջողություն կլինի, երկրորդ ամսում 5, երրորդ ամսում պետք է հասցնեն այս կոնկրետ օրը, դա կդառնա 0, մյուս օրը ես էլ չեմ ծխի։ Այս շատ կարևոր է, որ մարդ ինքը և որոշի և դա գրի, ոչ թե այսօր որոշենք, վաղը չստացվի, ոչ, կոնկրետացնել։ Եվ պետք է հասկանալ, որ եթե մի անգամով չի ստացվում, այսինքն չհաջողվեց, նորից մարդ սկսեց ծխելը, ոչինչ, կարևորը դուք որոշեք, որ վերջնական դուք թողելու եք, այս անգամ կլինի, թե մի քանի ամիս հետո կլինի, բայց պարտադիր թողնելու եք այս վատ սովորությունը։ Երկրորդը, պետք է քչացնել այն վիճակները, որոնք ծխելու են բերում։ Այստեղ պետք է հասկանալ, որ մեծ մասամբ ծխելու կարիքը լինում է ոչ թե որպես նարկոտիկ նյութ, այլ դա ավելի շատ սովորություն է։ Սուրճի հետ պարտադիր է, այո, խմիչքի հետ պարտադիր է, լավ կամպանիայում պարտադիր է, այդ բաները պետք է քչացնել, այո, եթե պետք է առօրյա սուրճն մի խմեք, ավելի ուշ խմեք, ալկոհոլի օգտագործումը քչացրեք, ծխող մարդկանցից, այո, մի քիչ քչացրեք շփումը, դա կբերի արդյունքներին։ Հետագայում լինում է այսպիսի պահ, երրորդ փուլը ասեմ, որ մարդիկ ասում են մենք սկսեցինք շատ ուտել և չաղանալ, դրա համար նորից վերսկսեցինք։ Բան նրանում է, որ այո, օրգանիզմը ծխողի մոտ վատ է մարսում սնունդը, այսինքն մետաբոլիզմը որոշ չափով թերի է, թողելուց հետո նա վերականգնվում է և նույն սնունդը, որը սովորաբար չէր չաղացնի իրեն, հիմա ավելացնում է քաշը։ Այդ պահը կա և դրանից, բայց դրա ելքը շատ հեշտ է,
պետք է հետևել սննդակարգին եւ չուտել այն բաները, որոնք կարող են ճարպ հավաքել։ Հիմնականում դա շաքարն է, շաքարեղենը, տարբեր տեսակի աղը եւ սպիտակ ալուրը, այսինքն պատրաստված ուտելիքները։ Այդքանը պետք է քչացնել։ Եվ երրորդը, որը պարտադիր է այս փուլում թողելու, դա ֆիզիկական ակտիվությունն է։ Եթե չփոխվի մարդ ինքը իր առօրյան, դժվար կլինի թողել ծխելը։ Այսինքն նա պետք է լինի ակտիվ, ինչ տեսակետից զբաղվի, սպորտով, ընդհանուր ասեմ, բայց կոնկրետացնեմ, ինչ է դա նշանակում։ Մեկը կարող է քայլել օրվա մեջ, մյուսը կարող է հեծանիվ քշել, շատ լավ է լողը, ցանկացած սպորտաձև, այսինքն փոխարինել օրգանիզմը այդ պահերին, այդ դրական նագրուսկաների ժամանակ նա մոռանում է այդ նախ ժամանակն ենք մենք տրամադրում արդեն սպորտաձևերին, այդ ժամանակ չենք ծխի, երկրորդը օրգանիզմն էլ է մոռանում, որ կա այդպես սովորություն, դրա կարիքը քիչ է զգացվում։ Եվ իհարկե պետք է դեն նետել բոլոր սիգարետի հետ կապված, դա տուփն է, սիգարետներն են, դա կրակայիչն է, դա մոխրամանն է, այդ ամբողջը պետք է վերանա, այսինքն պետք է որոշ չափով կյանքը փոխվի։ Եվ ամենակարևորը այստեղ իհարկե շրջապատն է։ Եթե շրջապատը չլինի ձեր հետ միասին, չօգնի ձեզ, շատ դժվար է լինում։ Շրջապատը դա առաջերտին հարազատներն են, կանայք, ամուսիններ, երեխաներ, հարևաններ, ընկերներ, շատ կարևոր է։ Այսինքն բոլորը պետք է ողջունեն, դու պետք է բարձրանաս, որ քո մոտ ստացվում է, դու քչացրեցիր, ես ակթողեմ ծխելը եւ բոլորը պետք է այդ հարցով աջակցեն։ Եթե լինի անտարբերություն, շատ դժվար է լինում։ Դրա համար այն երկրներում, որ դա համարվում է չարիք եւ չի ընդունվում ծխողին, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում ծխող մարդը համարում է թույլ մարդը, վատ աշխատող եւ այլ, այդտեղ ավելի հեշտ է թողնելը, քան մեզ մոտ, որտեղ անտարբերություն է մեծ մասամբ եւ շատ կարևոր է իհարկե այն պահը, որը գալիս է ծխելը թողնելուց հետո։ Այսա վերջում ես սա նշեմ պարտադիր, որտեվ ես եմ ճիշտ ասած այդ փուլը անցել եւ 20 տարի ծխելու եւ հիմա 22 տարի ոչ մի գլանակ չեմ փորձել թողելուց հետո մարդ փոխվում է, նա դառնում է ավելի առույգ, ավելի լավ տրամադրությունով, դեմքին ժպիտ է առաջանում, ոչ թե շատ ծխող մարդու վիճակը ինչպես է, նա ներվային է, նա ման է գալիս սիգարետ, նա ման է գալիս որտեղ ծխել, նա ունի գլխացավեր, շշմատություն ավելի շատ ուղեղում եւ այդ բոլորը վերանում են, մարդ ոնց որ նորից նոր կյանք մտնի, նոր օրգանիզմ ունենա, միանշանակ դուք դա կզգաք, շնչառությունը բացվում է եւ դրա հետ կապված բացվում են նոր մտքեր, նոր պլաններ, նոր կյանք եւ լինում է ավելի լիարժեք մարդու կյանքը եւ կյանքի որակը ամենակարևորը։ Այսքանը ուրեմն թողնում ենք ծխել, ով որ խնդիր ունի, դժվարանում է, ինչ որ հարցեր ունի, ես կարող եմ արդեն մանրամասը խորհուրդ տալ, կարող եք կապնվել մեր հետ, ամենայն դեպս իմ խորհուրդը որպես ռուսկաբանի ոչ թե միայն հասկեղի հետ կապված չծխելը, այլ ընդհանրապես կյանքի որակ եւ կյանքի լավ ապագա։ Լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք մեկ շաբաթ անց։